Մենք խնդիրը այո հենց այդ հավատի վերականգնումն է։ Մենք առանց Արցախ չենք կարող ապրել։ Արցախը եղել է մեր պետականության ծննդականը, ծնունդը։ Եվ մենք այսօր չենք կարող ուղղակի ողջ մեզ թաղել։ Եվ առհասարակ այդ մասին կրկին առիթներ շատ ենք ունեցել խոսել ենք, Արցախը դա այն միակ գործոնն էր, որ մենք տարածաշրջանում որպես պետություն կայինք։ Հետաքրքրություն էինք առաջացնում, գործընկերներ էինք կարողանում գտնել, եւ այսօր առանց Արցախ որպես այդպեսին մեր պետականությունը չի կարող գոյություն ունենալ։ Թեկուզ զուտ են պատճառով, որ Արցախը առաջնահերթ նաեւ եղել է մեր սահմանը։ Այո։ Եվ մենք արդեն տեսնում ենք անվտանգության երաշխավորումն է։ Այո, մենք այսօր տեսնում ենք այդ սահմանը չկա եւ ինչ վիճակ է թե տարածաշրջանում եւ թե մեր երկրի ներսում։ Եվ մենք ուզենք թե չուզենք, մեր հետագա ապրելու նպատակը պետք է տեսնենք Արցախ վերադարձնելով, որը միանշանակ ես իրատեսական եմ համարում։ 21-րդ տարի պատերազմը ինքը առաջնահերթ ուղեղների պատերազմ է։ Եվ այստեղ կարևոր չի, որ իրենք բնակչությամբ մեզանից շատ են կամ շատ փող ունեն։ Միշտ մեծ ենք խոսում, որ ուղեղներ ունենք, որ եկեք մեր ուղեղները ճիշտ աշխատեցնենք։ Իհարկե Փաշինյանին հեռացնելուց հետո իր դեպքում որևէ բան էլ հետ չենք բերում։ Իսկ նախագիծը, եթե փորձեմ կարճ ասել, փորձում ենք մենք տալ այն բոլոր հարցերի պատասխանները, այն կեղծ օրակարգերից բխող հարցերի պատասխանը, որը ներկայիս կառավարիչները ներդել են, այսպես ասած, դուրս, այսինքն առաջի հերթին ասում են չեք կռվել։ Այո, պարտվեցինք, որովհետև չենք կռվել։ Մենք այստեղ այս նախագծով հիմնականում հյուրընկալում ենք այն մարդկանց, տեսակցում ենք այն մարդկանց հետ, ովքեր որ անմնացորդ կռիվ են տվել։ Եվ իրենց պատմություններով մենք կարողանանք միանշանակ հասարակության մեջ եթե որևէ մեկը թեկուզ փոքր կասկածում է, այդ կասկածները փարադել կռվելու մասով, որովհետև մենք կռվել ենք, այլ բան է, որ պարտվել ենք, որովհետև չենք ունեցել թիգունք, չենք ունեցել հրամանատար։ Մենք այստեղ նաև խոսելու ենք պարտության պատճառների մասին, որը շատ կարևոր է, որպեսզի նորից յուրաքանչյուրը հասկանա, թե ինչի համար ենք մենք պարտվել։ Եվ վերջում մենք նաև խոսելու ենք այն իրատեսական նպատակներից, որոնք իրագործելու դեպքում մենք կարողանանք հասնել մեր գեր նպատակին, նորից կանգնել Շուշիում։ Եվ այդ ամեն ինչը անում են մարդիկ, նորից կրկնեմ, ովքեր անմնացորդ կռվել են։ Եվ արդյունքում, տեսեք, ընդամենը 2 հաղորդումը նկարելուց ես ինքս քանի որ այդ թեմայի մեջ բավականին շատ եմ եղել եւ շատ է դա իմ համար էլ լիքը նոր բաներ եմ բացահայտել։ Եվ ես խոստանում եմ սեպտեմբեր ամսին, երբ որ Քոչարյան Անդրանիկը ելավ, արդեն պարզ է ինքը ինչ է հայտարարելու, ինչպես է ինքը փորձելու արտարացնել իր շեֆերին այդ ճակերտավոր, այսպես ասած, հանձնաժողովի միջոցով, ես խոստանում եմ անձամբ պարոն Քոչարյանին ուղարկել մի ամբողջական փաթեթ, որտեղ ինքը հաստատ չի կարողանալու ժխտել այն փաստը, որ իր շեֆերը իսկապես մեր հայրենիքը ծախել են։ Եվ սա անելու ենք մենք բոլորով, անելու ենք այն տղաների հետ, ովքեր որ մինչև վերջի վայրկյանը, մինչև վերջի պահը կռիվ էին տվել, որպեսզի մենք ունենայինք մեր Արցախը։ Շնորհակալ եմ, պարոն։ Ես էլ եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ նաև ձեզ սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ իմ հյուրն էր իրավապաշտպան ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։ Եղեք խաղ եւ խաղաղություն մեր հայրենիքին։ Եվ Աստված օգնական մեզ բոլորիս։